Ծաղկազարդը ավագ մեկշաբթին է, որով նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ավետարանական պատմությունը երկրային կյանքի վերջին շաբաթվա սկզբում, թե ինչպես նա մտավ Երուսաղեմ։ Ծաղկազարդի օրով էլ սկսվում է ավագ շաբաթը։ Իսկ երկրային կյանքի վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրը եկեղեցին կոչում է մեծ, քանի որ այն ունի խորհրդաբանություն տնօրինական իր բոլոր կերպերի մեջ։ Երկրորդ օրը կոչվում է ավագ երկուշաբթի կամ մեծ երկուշաբթի։ Ավագ երկուշաբթին շրջում է իր առաքյալների, տեսնում մի թզենի, որը երևույթ գեղեցիկ է, բայց պտուղ չունի, եւ անիծում է Քրիստոս, խորհրդանշելով այն կերպը, որ մենք էլ նույն կերպ, երբ Քրիստոսի հայտնությունը լինի, երբ նրա հետ հանդիպելու լինենք եւ բարի գործերի եւ հավատքի պտուղը չունենանք, մենք էլ անիծյալների կողքին ենք հայտնվելու։ Հաջորդ օրը ավագ երեքշաբթին խորհրդանշվում եւ անվանվում է 10 կույսերի օր։ Այն առակով Քրիստոսի, թե որ պատմի իր առաքյալներին, ինչպես երկնքի արքայություն կարելի է մտնել եւ ովքեր են մտնում, նկարագրությամբ այն առակի, թե 5 հիմար էին 5 իմաստուն կույսերի։ Կուսությունն ասում է առաքինությունն է, իսկ նրանց հետի ունեցած դեթը, որ սպասում էին ինչ որ գիշերվա ժամին Փեսայի գալստյանը, որ 5 չունեցան, իսկ 5 ունեցան, որ բարի գործերն էին, ողորմության գործերն էին, որոնք ունեին մարդկանց որոշ մասը, եւ նրանք ցանկացած րոպեին պատրաստ են Տիրոջը դիմավորելու եւ երկնքի արքայություն մուտք հա նրանցն է։ Ավագ չորեքշաբթին պահքի օրն է, քանի որ այդ օրը մատնության օրն է, երբ Հուդայի մտքում հղանում է Հիսուս Քրիստոսին մատնելու միտքը 30 արծաթով։ Այդտեղ խորհրդանշում է առավելաբար մարդկային դավաճանությունը, բոլոր սրբությունների հանդեպ ունեցած կորուստը, ամբարտավանների եւ ուրեմն ամբարիշտների հետ հաղորդ լինելու խնդիրը։ Եվ առակած գիրքն ասում է, որ հաղորդում է իր որդյակ ամբարիշտների խորհրդին, որովհետեւ նրանց ամբողջ խորհուրդը անեծք է եւ լեցուն է արյունով։ Եվ նաև այդ օրը խորհրդանշում է կնոջ կողմից Քրիստոսի օծման, երբ Քրիստոսն նստած լինում Սիմոնի տանը, մեկին օծում է նրան իբրև նրա խաչելության թաղման խորհուրդ այս առումով եւ օծում է նրան իբրև փրկիչ այս առումով։ Ավագ հինգշաբթին հիշատակվում է Սուրբ եկեղեցու ամենաբարձրագույն խորհուրդը, հաղորդության խորհուրդը։ Քրիստոս իր մարմինը հացի տեսքով, բաղարչաթի տեսքով եւ իր արյունը գինու տեսքով օգնելով տալիս աշակերտին, ասում է սա կատարիկի մշատակի համար, որովհետեւ սա իմ մարմինն եւ սա էլի մարյունն է։ Եվ սա հաստատվեց եկեղեցուն որպես բարձրագույն եւ գերագույն խորհուրդ Քրիստոսի հետ միասին լինելու։ Եվ նա ինքն էլ ասում էր, ով չուտեր իմ մարմինը եւ չմպի իմ արյունը, ինձ հետ բաժին չի ունենալու։ Եվ սա էր, որ հավատացյալներին միավորում է մեկը ընդհանուրի մեջ, որովհետեւ հավատացյալները Քրիստոսի մարմինի եւ արյան հետ հաղորդակցվելով դառնում են մեկ, մի ամբողջական մարմին, բոլորի մեջ բնակվում է Քրիստոս իր փրկagorտության, մեղքերի թողության եւ առողջության մասով։ Ավագ հինգշաբթի երեկոյան եկեղեցում կատարվում է նաև ոտնլվայի արարողություն։ Ի նշան եւ ի նկարագրություն ավետարանային պատմության, որ հաղորդության սեղանից հետո Քրիստոս ոտրը լվանում է իր առաքյալների, ցույց տալով սիրո օրինակը։ Ասում է, այ ինչ որ ես ձեզ արեցի, այնպես էլ դուք արեք, այսինքն ես սիրեցի ձեզ եւ բացառիկ օրինակ ցույց տվեցի, ինքս արարիչը, երկնքի եւ երկրի արարիչը, երբ հրեշտակները չեն կարողանում իմ երեսին նայել, ես ահա իջել եմ եւ ձեր ոտքերն եմ անգամ լվանում։ Առաքյալներից մեկը Պետրոսը խնդրեց, որ գլուխն լվանա իրեն, եթե այդպես է, որ պիտի բաժին ունենանք իրեն հետ, նա ասում է, որ դեր գլուխը ես եմ եւ լվանալ պետք չէ։ Այսինքն այդտեղ ցույց է տալիս եկեղեցու ամբողջականությունը, որ սիրով պետք է միանալ Քրիստոսին եւ անդրժողականության, սիրով քաղցրությամբ կյանքը դարձնել Քրիստոսով լեցուն եւ իրենց մեր ամբողջության գլուխը ունենալ Քրիստոսին իբրև երկրպագության միակ առարկա եւ ոչ թե մարդը կամ այլ ինչ այս աշխարհում։ Այդ օրը կատարվում է նաև ավագ ուրբաթի ամբողջական կարգը, քանի որ մոտենում է այն ժամը, երբ Հուդան արդեն մատնում է Տիրոջը։ Այդ ամբողջ ողբերգական իրավիճակ եւ մարդկային կյանքում փորձում ես համեմատել, թե ում են խաչում մարդիկ, ում են ձերբակալում եւ ինչ է տեղի ունենում, ինչ անարդարության եւ ինչպիսի վիճակներ, այս ամբողջականությունը կոչվում էր խավարում։ Եվ քանի որ նա նույնպես նաև տեղում էր գիշերը, այս առումով եկեղեցում այն երեկոյան կողմ արդեն սկսում է խավարման նկարագրությունը։ Կատարում է որոշակի ժամերգության հիմնական այն մասերը, կատարում են շարականները, որոնք հիշատակություն են բերում խավարման կարգի։ Եվ ցույց են տալիս, թե ինչպես բոլորը լքեցին եւ մնաց մեկը աշխարհում ընդամենը լուսավոր եւ նրան էլ վերջապես խաչում են, որպեսզի իրենց սև գործերը, մութ գործերը որևէ մեկ իրենց երեսով չտա։ Եվ իր խոսքերի մեջ մեր փրկիչն ասում է, որ այս աշխարհը խավարն է սիրում, որտեղ իր գործերը խավար են, որտեղ եթե դեպի լույսը գա, կերևա որ իր գործերը խավար են եւ մութ։ Դրա համար ասում եմ, իր երեսով չտան, նա միշտ խավարն է սիրում։ Այդպես էլ իր գալստությամբ նա խավարը փալատեց, ջախջախեց այդ խավարը եւ մեզ էլ իբրև լույսով որդիների կանչում է միանալ ընդհանուր լույսի մեջ լինելու խնդրով։
Արդեն ավագ ուրբաթ օրը Խաչյալ Հիսուս Քրիստոսի թաղման հիշատակությունն է։ Խաչյալ Քրիստոսին իջեցնում են առաքյալները մոր հետ միասին եւ ովսե բարեմատատու հետ միասին պատում են սպիտակ կտավով եւ դնում մի նոր գերեզմանի մեջ եւ թաղման կարգն է կատարում եկեղեցում։ Այդ նկարագրությունը թաղման իրավիճակի ու նույնպես փառավորում է Տիրոջ թաղումը, որովհետեւ հույսը կա, որ Աստված գերեզմանում մնալ չի կարող։ Ավագ շաբաթ օրը գերեզմանի ջախջախումն է Քրիստոսի կողմից եւ ճրագալույծի օրը։ Ավագ շաբաթ օրը ավետիս է տրվում Քրիստոս հարյաֆի մեռելոց ասելով. Որովհետեւ մեր ամբողջ մեծ պահքի սպասելիք ավագ շաբաթավոր խորհրդաբանությունը բերում է մեկ կետի ընդամենը, այսինքն Քրիստոսի հարությունը, մեր կյանքի իրական իմաստը։ Ինչու են հավատում մարդիկ Քրիստոսին, ինչն է պատճառը նրան հավատալու, ինչն է տանողը նրա ետևից, ինչն է այդ սիրո իրական աղբյուրը, հարությունը։ Եթե նա պատվիրել սիրել, խաչվեր, բայց հարություն չառներ, այդ կնանիմատ լիներ այդ ամբողջ պատվիրը։ Կդառնա շատ սովորական ինչ-որ մեկի նման մի քարոզ, սիրեք իրար, լավություն արեք եւ այլն, եւ դա կավարտվեր։ Բայց Աստված ինքը ցույց տվեց, որ նախ ինքը մարդատել եւ դա երևութապես չի մարդատել, այլ իրական մարդատում էր եւ Աստված ջախջախեց մահ, որտեւ Աստված մահը Աստծո համար չէ, Աստված անմահ երևույթ է։ Իսկ Կիրակի օրով Սուրբ Զատկով սկսվում է նոր կյանքը։ Աստված մոտեցավ յուրաքանչյուրի դռան մոտով եւ որին վրա կար գառան քսված արյուն ազատագրող նրանց փրկեց մահվանից, իսկ ում չկար մահվան դատապարտեց եւ նրանց դուրս բերեց դեպի ավետյալ երկիր։ Այդպես էլ մեզ համար ում սրտի շեմին չկա գծված Քրիստոսի արյունը, ով մկրտությամբ գնված չէ Քրիստոսով, նրան դատապարտություն է հասնում եւ ում չէ Աստված զատում է եւ առանձնանում տանում դեպի նրան կոչվեց Քրիստոսի հարության տունը նույնպես զատիկ։ Սուրբ Զատիկի սեղանին դրվում են հատուկ ուտեստներ՝ կարմիր ներկատ ձու, սպիտակ բրինձ չամիչով, կանաչեղեն ձու, հաց, գինի եւ այլն։ Խորհրդի հիմնական կիզակետը կարմիր հավկիթն է, խորհրդանշելով հարության ողջ կերպը Քրիստոսի արյամբ գնվել է աշխարհը։ Չամիչով փոլավը, որ զատկական հիմնական խորհրդանիշն է, այսինքն Քրիստոսով մաքրված է աշխարհը եւ իր խոսքով համեմված, քաղցրությամբ համեմված։ Լինում է ձուկը որպես արդեն դեպի կենդանական կերակուր գնալու առաջին խորհուրդ, դա այդպես հատուկ խորհուրդ չունի ձուկը, այլ քանի որ մինչև այդ պահքի պահել մարդի որևէ կենդանական ոչինչ չի կերել, այդ օրը միանգամից չուտելու համար դեռ ձուկ կանաչեղ են այսպես ասած, որոնք գարնան գալուստն են ցույց տալիս եւ Քրիստոսի եկեղեցու մարդու անդամակցություն ինքը կանաչ նոր կյանքի մեջ է մտնում։ Սա է խորհրդանիշ եւ հաց բնական է եւ շնորհավորելու համար գինի նաեւ թույլատրելու սահմաններում։ Իսկ հաջորդ օրը արդեն դատկական օրը մարդկանց թույլատրում է անգամ մատաղներ անել եւ մատաղներով նշել դատկական օրը, նշանակում արդեն մսեղեն է թույլատրում եւ կաթնեղը։ Այդ օրը արդեն կարելի է ընդհանրապես սեղանն ավելի ճոխ դարձնել։ Իսկ մեզ մնում է ասել Քրիստոս հարյաֆի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Տաթևիկ Ղազարյան, Արսեն Շահնազարյան, Միք հեռուստաընկերություն։